Լեհաստանի ներկայացուցիչներն այցելել են ցեղասպանության հուշահամալիր, բայց Հայաստանից ոչ մի ներկայացուցիչ չկար նրանց հետ։ Այդ ամեն ինչը վկայում է նախ առաջին հերթին լեհական պատվիրակության հանդեպ Հայաստանի արտգործնախարարության ցուցաբերած անհարգալից վերաբերմունքի, որովհետև Հայաստանում գտնվելու ընթացքում բարձրաստիճան պաշտոնյաները մշտապես պետք է ուղեկցվեն հայ պաշտոնյաների կողմից, առավել ևս որ այդ ժամանակ Հայաստանում է գտնվել նաև Լեհաստանում Հայաստանի դեսպան Ալեքսանդր Արզումանյանը, որը հատուկ եկել էր այդ պատվիրակության հետ Լեհաստանի եւ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունների միջև քաղաքական խորհրդակցությունների մասնակցելու նպատակով։ Եվ բարձրաստիճան պատվիրակության անդամներին առանց ուղեկցման թողնելը դա առաջին հերթին անհարգալից վերաբերմունք է հյուրերի նկատմամբ։ Երկրորդը, որ հայաստանյան պաշտոնյաները խուսափում են տարբեր առիթներով հայոց ցեղասպանության հուշահամալիր այցելելուց, առավել ևս պաշտոնական պատվիրակություններին ուղեկցելու ընթացքում։ Նաև ասեմ, որ Լեհաստանում Հայաստանի նախկին դեսպանը նաև Սամվել Մկրտչյանը, ով այս պահին հանդիսանում արտգործնախարարության Եվրոպայի վարչության պետը։ Իսկ ձեզ ինչով է պայմանավորված, որ խուսափում են ծիծեռնակապերտ այցերից։ Հայաստանի իշխանությունների հայոց ցեղասպանության վերաբերյալ ունեցած դիրքորոշման փոփոխությամբ։ Նրանց ղեկավարը Հայաստանի վարչապետը փաստացի ուրանում է հայոց ցեղասպանության փաստը, կասկածի տակ է դնում հայոց ցեղասպանությունը անմիտ մեկնաբանություններ է տալու դրա վերաբերյալ եւ կարծում եմ, որ դա դարձել է արդեն քաղաքական մոտեցում նաեւ իր ենթականների, նաեւ դեսպանների եւ արտգործնախարարության դիվանագետների համար։